Կառավարությունն այսօր որոշ փոփոխություններով հավանություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով առաջարկվում է միլիոններ վճարել եւ բանակում ծառայել ոչ թե 2 տարի, այլ ավելի քիչ՝ 1 կամ 4 ամիս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց падգամավորի առաջարկած 15 եւ 20 միլիոնի փոխարեն իրենք առաջարկում են 18 եւ 24 միլիոն վճարել եւ կրճատել 2 տարվա ծառայությունը։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Ընդ որում կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաեւ թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են։ Զինվորական ծառայության առավելագույն տարիքը ըստ նախագծի 27-ից կդառնա 32 տարեկան, իսկ մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Պաշտպանության նախարարն ասում է, տեղյակ են, որ զինծառայությունից գումարով խուսափողներ կան եւ կարծում են, այս կարգավորումներով գումարները կգնան ոչ թե ինչ-որ մարդկանց գրպանը, այլ պետական բյուջե, որով էլ կվճարվեն այն զինծառայողները, որ կմասնակցեն Պաշտպան հայրենյաց ծրագրին, 5 տարով պայմանագիր կկնքեն նախարարության հետ եւ ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ։ Դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Միայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր, որ փորձեց հասկանալ, այս տարբերակումն արդյոք չի խորացնի բանակում առանց այն էլ խնդրահարույց վիճակը ոչ կանոնադրական հարաբերությունների առումով։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։ Անկեղծորեն գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց ես այստեղ նմանատիպ խնդիր չեմ տեսնում։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Հայաստան խմբակցությունից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեգամ Մանուկյանն ասում է, եթե նախագիծը իշխանությունն ընդունի, իրենք կքննարկեն սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Նախագիծն ասում է իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում։ Այն ինչ որ կատարվեց կառավարության նիստում, մեկ բառով է հայրենիքը հանել են աճուրդի, հայրենիքի նկատմամբ պարտականությունը հանել են աճուրդի։ Եվ իրականում Հայաստանի Հանրապետության սահմանադրության հակասող նախաձեռնությունը։ Երկրորդ է քննարկումներում իհարկե պաշտպանության նախարարությունը կհասկանան ինչ փոխվեց պաշտպանության նախարարության մոտեցումների մեջ, որ այս գաղափարը 2019 թվականին իրենց իշխանության ժամանակ պաշտպանության նախարարությունը դեմ արտահայտվեց, հիմա պաշտպանության նախարարությունը ուղղակի գին է բարձրացնում։ Եվս մեկ սոցիալական վտանգ է։ Մարդկանց մղելու են բանակ ծառայելու համար գույք գրավադնել, վարկեր վերցնել, պարտքերի մեջ թաղվել բանկային համակարգի ձեռք։ Պատիվ ունեմ խմբակցությունից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը իշխանական падգամավորի այս նախաձեռնությունը նախընտրական գործընթացի մաս է համարում եւ կարծում է, սա նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգին ու նաեւ համընկնում է Ադրբեջանի առաջ մղած Հայաստանի ապառազմականացման նախապայմանին։ Կարծում իշխանությունը նաեւ որոշակիորեն ելնում է 2026-ի ընտրական նաև տրամաբանությունից եւ իր իշխանական ձգտումները կամ իշխանության վերարտադրման թեման սարքում է գերակա անվտանգային թեմաների նկատմամբ։ Սա ինչի եմ ասում, որովհետեւ անխոս բավականին ծանր հարված է հասնելու զինված ուժերին, ծանր հարված է հասնելու մեր հասարակական հարաբերություններին եւ առհասարակ սա լուծում չէ, սա պարզապես արերևույթ կոռուպցիոն դրսևորումները օրինականացնելու նախագիծ է։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի ազգային ժողովում։